Նիկոլ Փաշինյանը նրանց ճակերտավոր բարերարներ է անվանում։ Նիկոլ Փաշինյանը ձայնը ինչ են սկսել ակտիվանալ, նրանց կլրեցնեն այնպես, որ այլևս նրանց ձայնը լսելի չլինի։ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականից փորձել է լրացնել բոլոր այն, բնականաբար թիրախավորելու են, եւ ես չեմ կարծում, թե իրենց համար Կարապետյանների ընտանիքի համար սա եղել է որևէ անսպասելի բան, իրեն գիտակցված են գնացել սրան, իմանալով, որ կա դրված Հայաստանի խնդիրը, մեր պետականության խնդիրը եւ իրեն կանգնել են այդ պետականության պաշտպանության հիմքերը եւ իրեն կանգնել են այդ պետականության պաշտպանության հիմքերը։ Կշարունակվի, ովքեր աջակցություն են հայտնվում, եկեղեցում կհայտնվեն իրավապահների Ոչ միայն եկեղեցու, այս 7 տարիների ընթացքում նաև դուք լրատվամիջոցների հարգելի գործընկերներ, դուք եք նաև ձեր լուսաբանումներով ֆիքսել այն ամենը, ինչ որ տեղի ունեն երկրում իրավունքի խախտումներից մինչև տարբեր մարդկանց, գործիչների, հասարակական նաև գործիչների թիրախավորում, ես սա մեկ փուլով բաղկացած չէ, սա տարբեր հարթություններում, տարբեր շերտերով արտահայտված է եղել եւ ոչ առաջին անգամ, բայց այս դեպքում արտահայտվել է Նիկոլ Փաշինյանը մի քանի օր է, գրառումներ չէր անում, բայց այսօր լայն թափով սկսեց եւ ավելի կոշտացրեց իր գրառումների բովանդակությունը, ինչով եք պայմանավորում եւ մի քանի օրվա լռությունը եւ այսօրվա արդեն այս գրառումները։ Դա պայմանավորվածանով, որ ինքը լավագույնս գիտակցում է, թե ում հետ գործ ունի, Սամվել Կարապետյան ունի բավականին մեծ հեղինակություն, ոչ միայն երկրի ներսում, այլ դրսում, սրբազանների հետ կապված իրավիճակը բնականաբար ստեղծված իրավիճակում փոխկապակցված է, որտեղ Սամվել Կարապետյանը հանդես է եկել որպես մայրաթոռի հայոց եկեղեցու պաշտպանության դիրքերից եւ բնականաբար այս տեսանկյունից հարվածները ուղղված են ոչ միայն հոգեվորական, այլ բոլոր այն մարդկանց, ովքեր այս փուլում վճռական են եւ իրենց դիրքորոշումը հրապարակային արտահայտում են։ Ինչ եք կարծում, արդյոք այս տատարումն է ոստիկանների ճակերտավոր հապաղելու պատճառը։ Անկեղծ ասած չեմ կարող ասել, թե իրավապահների գործողությունը ինչով են պայմանավորված, բայց չեմ կարծում, որ իրենց համար որևէ անակնկալ բան է եղել, որովհետեւ իրանք լավ գիտեն, թե ինչպիսի հեղինակություն եւ դիրք ունի Կարապետյանների ընտանիքը եւ մեր երկրում եւ երկրից դուրս եւ ստեղծված իրավիճակում կարծում եմ գործելուց առաջ յուրաքանչյուրը պետք է մեկ քայլ առաջ մտածի, նոր շարժվի, որովհետեւ ապօրինի հրամաններ կատարելը ոչ միայն պատասխանատվություն է ենթադրում այդ ապօրինի հրամանատվողներին, այլ դրանք կատարողներին։ Հատկապես որ ոստիկանությունը առասարակուժային համակարգը լավագույնս տիրապետում է, թե ինչ հրանգներ է իրենց իջեցվում, դրանց քաղաքական բնույթը, դրանց անօրինական բնույթը եւ ովքեր դրա տակ մտնում են, դրա համար վաղ թե ուշ պատասխան են տալու։ Դուք ներս մտել եք, տեսել եք պարոն։ Ոչ, ես պարոն Կարեն Կարապետյան հետ եմ հանդիպել, ոչ, Կարեն Կարապետյան հետ եմ քիչ առաջ զրուցել, խոսել ենք մի փոքր իրավիճակի մասին, հետագայում երբ որ նա անհրաժեշտ համարի, կարծում եմ անհրաժեշտ բարձրաբանումներ կտան։